Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալ եմ, պարոն Միրզոյան, սկսեմ վերջից։ Ինչի համար է ԱՄՆ-ն միջոցներ տրամադրում։ Կոնկրետ ինչի համար։ Բացվածքը երբ ենք ունենալու։ Երբ որ ասում է թրիփը որտեղից է սկսվելու, որտեղ է ավարտվելու, կահավորումը ոնց է լինելու։ Սրանք բազմաթիվ հարցեր են, որոնց անունը դուք դրել եք տեխնիկական հարցեր են, բայց ըստ էության սատանան սովորաբար միշտ մանրուքների մեջ է լինում։ Նորից եմ ասում, Հայաստանի Հանրապետության տարածքը, սահմանները, դրանք նաև մաքսային սահմաններ են։ Դուք մյուս կողմից ասում եք, որ Ադրբեջանը անխոչնդոտ պետք է ճանապարհ է տրամադրվում իրան, ավելին Նիկոլ Փաշինյանը ասում է, մենք այնքան հեռուն պետք է գնանք, որ մարդ չլինի, մաքսավոր չլինի, կամերաներ լինեն, տեխնիկա լինի եւ այլն եւ այլն։ Հիմա սա ուզում եմ հասկանալ, որքանով է համադրելի այն բոլոր կանոնակարգերին եւ կարգավորումներին, որոնք մենք ունենք ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Այս բոլոր հարցերը ԵԱՏՄ գործընկերների հետ քննարկվել են, թե չեն քննարկվել, որովհետև դեռևս այն ձեր նկարագրած տեխնիկական մասերը դեռևս նաև ձեզ համար հասկանալի չեն, այս սրա մասին է իմ խոսքը, որովհետև իմ տպավորությամբ ԵԱՏՄ-ի ճարտարապետությունը ըստ էության ամբողջությամբ խաթարվում է, մեղմ ասած խաթարվում է եւ ստեղծվում է, համաձայնվեք, որ ստեղծվում է բոլորովին նոր իրավիճակ եւ նոր իրականություն։ Կարծում եմ չեք կարող սա հերքել։ Ինչպիսին է լինելու հետագա ընթացքը։ Գուցե օրինակ դուք առաջարկություն բերեք վաղը մյուս օրը, որ թրիփը կայացած է, ԵԱՏՄ-ից օրինակ դուրս ենք մենք գալիս։ Պարոն Միրզոյան, ես ճիշտ հասկացա, որ դուք ասում եք, որ նախ Բորիս Ավագյանի սպանության կամ ինքնասպանության մասով ձեզ մոտ առնվազն որպես արտաքին գործերի նախարար այդ հանգամանքները, կասկածներ ձեզ մոտ չեն հարուցել, որովհետև իրավիճակը մեղմ ասած խիստ տարօրինակ էր։ Օրինակ ինձ մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջացել, սկսած այդ լուսանկարում, չգիտեմ, մարդու մարմնի դիրքից եւ այլն։ Բազմաթիվ հարցադրումներ են առաջացրել։ Նորից եմ ասում, ձեզ որպես արտաքին գործերի նախարար շատ ավելին հետաքրքիր չի, թե ինչ է տեղի ունեցել հյուպատոսարանի շենքում։ Լրտեսների մասով ես հասկացա, որ շատ կարճ ըստ էության արձագանքեցիք, որ որևէ երաշխիք չի կարող լինել, որ ինչ որ մեկը կարող է զբաղվել լրտեսությամբ կամ չի զբաղվի։ Համաձայնագիրը ստորագրելու մասով Եվ շնորհակալություն, որ անկեղծ գտնվեցիք եւ ասեցիք, որ կա մի նախապայման ըստ էության, կա մի պայման Ադրբեջանի, որը մենք չենք կատարել եւ դրա համար էլ համաձայնագրի ստորագրում տեղից չի ունեցել, խոսքը սահմանադրության փոփոխության մասին է։ Դա պարզ հայտնի ճշմարտություն է։ Ես նկարագրեմ սցենարը։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ Քարոզարշավի ժամանակ գնալու եք, քաղաքացիներին ասելու եք, սիրելի հայրենակիցներ, ձայն տվեք մեզ, որ գանք, սահմանադրությունը փոխենք, համաձայնագիրը ստորագրենք, դուք էլ գոհ ու երջանիկ կապրեք։ Ակնհայտ է, թե որ սցենարով եք դուք գնալու։ Բայց ես այստեղ ուրիշ հարց ունեմ ձեզ։ Ադրբեջանը իր սահմանադրության մեջ տարածքային պահանջներ ունի մեր նկատմամբ։ Օրինակ ինձ հետաքրքիր է այդ կուլիսային քննարկումների ժամանակ երբևէ այդ հարցը բարձրաձայնել եք, թե դուք ինչի չեք փոխում ձեր սահմանադրությունը եւ ամենաբարձր մակարդակով որպես նախապայման դա առաջ քաշել եք, թե չեք քաշել։ Եվ եկեղեցու մասով, պարոն Միրզոյան, ես անկեղծ եմ ասում, տեղեկատվությունը գոնե մամուլում այդպիսին է եղել եւ վստահ եմ շատերը կարծել են, որ դուք ջեմարանում եք սովորել եւ կիսատ եք թողել ուսումը։ Հիմա դուք ասում եք, որ ջեմարանում չեք սովորել, ինչևէ։ Երբ ես ասում եմ, որ իշխանությունները արշավ են սկսել եկեղեցու դեմ, ես նկատի ունեի նախ եւ առաջ երեկվա ֆեյք պատարակը թույլ տվեք ասել, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը եւ ուրախ եմ, որ ձեզ այնտեղ չտեսա, որը իրականացնում էր կարգալույծ եղած հոգեվորականը։ Պարոն Միրզոյան, դուք մի կառավարության մի կաբինետի պաշտոնյա եք, որի ղեկավարը հայտարարում է, որ կառավարությունը ես եմ։ Եվ իրավական ու միջազգային հարցերով պատասխանատու մասնագետին, ով մասնագիտական կարծիք է տվել, որը շեղվել է
Նիկոլ Փաշինյանի կարծիքից եւ տեսակետից եւ քիմքից հեռացնում է նույն պահին աշխատանքից, րոպեների ընթացքում հեռացնում է աշխատանքից։ Հիմա մեր սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից։ Եթե եկեղեցին անջատ է պետությունից, պետությունը ինչա խառնվում եկեղեցու գործերին եւ ասում է, որ դու չպետք է այսինչ հոգևորականին կարգալույծ անես կամ չանես։ Սրբազանների ձերբակալությունների մասով, կալանավորումների մասով, մասնավորապես Միքայել Սրբազանի մասով, պարոն Միրզյան, Միքայել Սրբազանը մեղադրվում է միջին ծանրության հանցագործության համար, որով կա նախադեպային վճիռ եւ պատիժը գիտեք որն է եղել, ընդամենը տուգանքը, եթե չեմ սխալվում, 400,000 դրամ։ Իսկ Միքայել Սրբազանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման, ավելին մեր սիրելի դատախազությունը, ձեր սրտի դատախազությունը բողոքարկել է եւ պահանջում է 2 տարի 6 ամիս ազատազրկում։ Այս արշավի մասին է խոսվում, որը ակնհայտ է, ել չեմ խոսում այն անբարոյական իրավիճակը, որ եղավ 2 օր առաջ, այն նկարահանումներ, չգիտեմ, կեղծ թե իրական տեսանյութեր, որ սպրտվեցին համացանցով, իսկ նման բան միայն կարող անել միանշանակ իշխանությունը իր ուժային կառույցներով։ Շնորհակալ եմ։ Նախ շատ կներեք, պարոն Միրզյան, Տիկին Խաման, ես ձեզ խնդրում եմ, որպեսզի դուք օրինակ հետևեիք, թե 3 լրագրողները ինչպես էին հարձակվում որոշ քաղաքացիների վրա, որոշ պաշտոնյաների վրա, ովքեր որ Հովանավանքում պատարագ էին մասնակցում։ Եվ չեմ ուզում շատ այս թեման խորացնենք, բայց հետո նոր գնահատական։ Օրինակ ես որ դուք նշում եք միայն իշխանությունը իր լծակներով կարող է այդպիսի բան անել, դա օրինակ ես դատապարտում եմ նման տեղեկատվության հրապարակումը եւ լսել եմ բազմաթիվ գործընկերների կարծիքներ, ովքեր եւս դատապարտում են, խնդրում եմ այդպիսի բաներ մի ասեք։ Եվ ընդհանրապես պարոն Միրզյան, հուսամ նաեւ զգացիք, թե ինչքան շատ էր ընդդիմությունը կարոտել ձեր ներկայությունը մեր հանձնաժողովում, որովհետեւ արդեն մոտավորապես 1 ժամի կարգի 1 ժամից մի քիչ Տիկին Խամարյանի եւ ձեր հարցոպատասխանն է ընթանում։ Շնորհակալություն։ Դե պարոն Հակոբյան, այդ կարոտը ընդհանուր առմամբ դրական բան է, բայց անկեղծ ասած այս խոսակցությունը իմ համար գնալով անհետաքրքիր է դառնում, որովհետեւ եթե կա գաղափարական առողջ տրամաբանական շղթա, փաստակներ, հակափաստակներ, բայց այնենց խոսակցության ամեն կողմը ենթադրում եմ ես առնվազն բավականություն եմ ստանում այդ դեբատից նաև ցավոք սրտի դա երևի կիրառելի նկարագրություն չի այս դեպքի համար, որովհետև ակնհայտ խեղաթյուրումներ են կանում կամ բաներ ենք ասում, որ տենց չի, բայց ինձ թվում է բարձր ասելով եւ շշուտ ասելով կարանք համոզենք կողքիներին, որ դա ճշմարտություն է, բնավ այդպես չի։ Հիմա եկեղեցու դեմ արշավ եք ասում եմ չկա եկեղեցու դեմ արշավ, ասում եմ կա, բայց լավա դուք չէիք գնացել։ Այ որ ես գնա, ես այդ ամեն ինչի շատ մանրամասն իմանա, երևի կարելի է ասել, որ այս կուսակցության բոլոր ներկայացուցիչներն են, այդ կարող է նշանը լինի, որ չգիտեմ, ինչ որ համակարգված արշավ։ Բայց նաև ուզում եմ ասել, որ բանը կհիշեք վարչապետը քանի անգամ հրապարակային ասեց խնդրում եմ, սա քաղաքական հələ այն որ առերևույթ օրենքի խախտում կա, այդ դեպքերը ընդհանրապես չեմ քննարկում, հեղաշրջման կոչ կլինի վարչական լծակներով իրենց վարչական անդիմադիր հավաքներին մասնակցել կլինի, սա կասկածից դուրս է, որ պետությունը գործ ունի ու ունի իր համապատասխան մարմինը, այն մնացած մասը ինչ որ մեդիաներում քննարկվում, այդ թվում եւ մասնավոր կյանք եւ այլն, եւ ընդհանուր իրավիճակի բարեփոխում առաքելական եկեղեցում, քանի անգամ վարչապետը ասեց, խնդրում եմ, ասեց ինձ իր համախոհներին դիմելով, ասեց հանգարց չմիանաք այս հարցում ինձ, որովհետեւ սա ես ասում եմ ոչ թե որպես վարչապետ, ոչ թե որպես ԿՊ առաջնորդ, ես ասում եմ որպես հավատացյալ եւ խնդրում եմ թող գան մարդիկ, ովքեր որ ամեն օր աղոթում են եւ այլ չափանիշներ։ Հիմա ես հավանաբար բավարար չափով այդ կրիտերիաներին չեմ համապատասխանում եւ հետեւաբար չգիտեմ, այստեղ ընդհանրապես գիտեք
եկեղեցականների, ես արդեն որպես տեսական դիտարկում անեմ, հա, եկեղեցականների վարքի հետ թվում եւ սեռական կյանքի հետ կապված ոչ առաջի օրն եմ եւ ոչ էլ մենակ մենք ենք, որ այդ խոսակցությունը տեղի ունենում, բազմաթիվ հասարակություն անցել են եւ անցնում են դրանց միջով, մեծ սկանդալներ են եղել այդ թվում եւ մանկապղծության, բանի դեպքերով, ել չասած գաղափարական զանազան բարենորոգումների Տիկին Խաման հավատացնել ձեզ այն պահից սկսած, երբ որ Կոստանտին մեծ Հռոմի կայսրը հրավիրեց Նիկեայի տիեզերական ժողովը եւ փորձեցին ուսմունք ինչ որ ձևով ստրուկտուրայի մեջ դնել ու բաժանել, ասել, էսա դոգման եւ հետո չգիտեմ, դրանից հետո միջև Քաղկեդոն, միջև մեծ սքիզմ, երբ որ ուղղափառներն ու կաթոլիկները առանձնացան, միջև բողոքական շարժում, երբ որ գնացին ասին հիմա էլ էս մասը պիտի ռեֆորմացիան ենք տարբեր դրսևորումներով, եկեղեցու շարունակական առողջացումը եղել է հավատավոր մարդկանց օրակարգում, երևի էտենա ինչ որ Հայաստանում հիմա տեսնում ենք, այնպես որ այս թեման համարենք առնվազն այս խոսակցության, այսօրվա խոսակցության մասով սպառված անցնենք առաջ, ասում եք հիմա վերջ ԱՄՆ-ը ինչի համար է փող տալու, ինչ է թրիփը, նորից եմ ասում, թրիփ ուղին դա մի ընկերություն է, որը կառուցապատելու է եւ շահագործելու է որոշակի ենթակառուցվածք։ Ենթակառուցվածք չէ, պարոն Սուքասյան, տարածաշրջանի նոր հնարավորությունները ամբողջ ապաշրջափակումով են բացվում։ Թրիփը շատ մի մասնավոր մաս է դրա։ Հայաստան, Միացյալ Նահանգներ միասին կհիմնեն ընկերություն, կհասկանան ոնց են դա կառուցապատում եւ շահագործում, հա։ Սրա համար են լինելու եւ ամերիկյան եւ մնացած մյուս ներդրումները թրիփում։ Ասում եմ քննարկումները մեկնարկած են, այ նայեք, որ վերադառնում ենք առողջ քննարկումների եւ թեկուզ եւ բանավեճի դիր, դա մենչ ավելի հեշտանում է։ Եթե մերժողական կեցվածքից վերանում ենք ուզում ենք տեղեկատվություն, ուղիղ ասում եմ, մեկնարկել են այդ քննարկումները։ Միևնույն ժամանակ ուղիղ ավելացնում եմ, ելի եմ ասել, նորից կգտնեմ։ Որևէ այլ բան առայժմ համաձայնեցված չկա։ Եթե միտքը կանխավարկած ենա, որ քչփորենք ինչ որ վատ բան գտնենք Հայաստանի համար, իզուր են այդ ջանքերը։ Չկա, նոր են քննարկում եւ ինչ էլ որ լինի, որևէ տեխնիկական լուծում, որևէ անխոտ չնդոտ կդնի, չկնի, ամբողջ լինելու է արդեն համաձայնեցված եւ ստորագրված հետեւյալի շրջանակներում։ Տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնխելություն, ինքնիշխանություն, ազգային իրավազորություն, փոխադարձություն։ Մնացածը կապրենք, քննարկենք, կտեսնենք, կբերենք, կհանրայնացնենք, այնքան զանազան շահարկումներ ու այդ որ ասում են փուչիկներ, իզուր չի ասում, չէ՞։ Վայ հասեք հեսա պայմանագրում գրածա 300,000 մարդ է գալու, վայ հասեք հեսա էսա գրած է, վերջ եկավ, հրապարակվեց, տեսանք որ ոչ մի այդպեսի բան չկա, հետո վայ հասեք դա գրած չի, բայց այն ամերիկյան MOU-ում է գրած այդ որ միջանցք են տվել։ Մի քանի օր անցավ, այդ MOU-ն էլ հրապարակվեց այդ հուշագիրը փոխըմբռնման, ընդեղ էլ բարձվեց չկար։ Եվ այսպես շարունակ Հիմա լրիվ մանիպուլյացիաները եւ այդ փուչիկների պայթելը չնկարագրեմ, ուղղակի հենց հիմա միանգամից ձեզ ասում եմ, մի փնտրեք այդտեղ մի բան, որը չկա, որևէ բան համաձայնեցված չի, նոր քննարկվում է, ինչ էլ որ համաձայնեցվի կլինի արդեն ստորագրածի շրջանակներում։ Ինչի, ահա, հիմա որ ասում եք, սա նոր բան է ԵԱՏՄ-ի համար, լավ չեմ հասկանում, ինչն է նոր բան, ինչի ԵԱՏՄ-ն մենակ իրար մեջ է, ներսում են առևտուր անում։ Այդ ԵԱՏՄ-ի տարածքը որևէ ուրիշ տեղից երրորդ երկրի վագոն չի։ Ախր այդ կտորը, այդ նույն կտորով, մի հատ էլ փորձենք Տիկին Խաման, այդ նույն կտորով Հայաստանը բեռա ուղարկելու օրինակ Ղազախստան եւ բեռա ստանալու Ղազախստանից նույն, լրիվ նույն կտորով։ Այդ նույն կտորով Ղազախստանը բեռա ուղարկելու Ադրբեջանով Հայաստանով այդ կտորով անցավ, չէ՞։ Բաղի միսուր ասենք, թե Թուրքիայի սահմանն է բացվեց, Գյումրի կարծնել շահագործեց։ Գալու անցնի գնաց, չգիտեմ ուր, Լիսաբոն ասենք թե։ Այդ նույն կտորով Ադրբեջանը Նախիջևանի հետ է կապվելու։ Դրան զուգահեռ Նախիջևանի կտորով էլ մենք կարող ենք օրինակ երկաթուղային կապ ունենալ երաս Հայաստանի հարավ մեղրի։ Այդ նույն կտորը դուք եք այդ ուզելով, չուզելով, միտումնավոր դուք եք անդադասում։ Այս կտորը, որ հələ միջանցք եք ասում, ոնց որ մի քիչ թարգել եք, շուտվանց չեմ բանարե։
հետևել։ Իսկ Ադրբեջանն էլ չէր ասում, իրանք էին ասում։ Հիմա ոնց որ այս նեղ ենթակառուցվածքը տարբեր շերտեր կա։ Ադրբեջանը իր տեսանկյունից ասում է, այդ կա ենթակառուցվածքը կապելու է Ադրբեջանն ու Նախիջևանը։ Սխալ չի ասում։ Նաև Ադրբեջանն ու Նախիջևանը իհարկե։ Ես ասում եմ, այդ ենթակառուցվածքը կապելու Հայաստանը եւ Ղազախստանը։ Բանն էլ կարող է ասի, չգիտեմ, Հունաստանն էլ կարող է ասի, այդ ենթակառուցվածքը կապել է Հունաստանն ու Ղազախստանը, էլի սխալ չի լինելու։ Տիկին Խամոյան, նայեք, մենք չենք, ուղղակի դա հնարավոր չի, մենք չենք կարող լինել ԵԱՏՄ անդամ եւ խախտել ԵԱՏՄ կարգավորումները, չէ՞։ Այսինքն ինչ էլ որ արվի, դա պետք է դուրս գանք ԵԱՏՄ-ից, կամ եսի մի ինչ։ Մի ժամա դա չեք հարցնում։ Չեմ կարծում։ Ես էլ մի ժամա հետ եմ ասում, Տիկին Խամոյան։ Իմիջիայլոց կարծում եմ, որ ձեր երկու անկեղծ ասեմ, քաղաքական ամեն ինչը հանդերձ, ամեն ինչով հանդերձ, ձեր երկու մեջբերումները, իբրև մեջբերումները ինձնից եւ բառերի վերագրումները մի քիչ կոռեկտ չեն, իրանք նուրբ են, դուք լավ ասեցիք, սատանան մանրուքների մեջ է, այդպիսի միտք ինձ վերագրել չարժի, օրինակ, լրտեսությունը ոչ բան չի, երաշխավորված չի, թե ոչ չեն կա ներողություն, բոլոր երկրների, բոլոր ժամանակների համար այդ դրույթը կարելի է կիրառել, այդ ճիշտ է այնքանով մեր դեպքում, ինչքանով ճիշտ է որևէ այլ երկրի մասին, ընդ որում էլի ես տենց բառերով բան չասեցի, ես ասեցի, որ մենք ունենք մեխանիզմներ, ընդ որում դա էլ ԱԳՆ-ի տենց մեխանիզմները չեն, էլ ընդհանուր մեր անվտանգության համակարգի մեխանիզմներ են, որոնք հլա այս դեպքից հետո փորձենք ավելի կատարելագործել, բայց դե ինչ ասեմ, Եվ այդ մասով էլ պնդումը ճիշտ չէր, նախ ես որպես ԱԳՆ իրավունք չունեմ, ոչ էլ կարող եմ եզրակացություն անել, եթե ես որպես մարդ կարամ ինչ-որ եզրակացություն կամ իմ մտքում, դա մեծ քաղաքական եւ գուցե նաեւ իրավական սխալ լինի այդ բանով, կասկածով կամ մտքով կամ եզրակացության ձեր հետ կիսվել եւ չասած բանով, on-line քննարկման ռեժիմով։ Դրա համար մարմիններ գոյություն ունեն, ես սպանությունների նախաքննության բացահայտման չեմ կարող զբաղվել, ընդամենը զուտ են պատճառով, որ դեպքը տեղի ունեցել մեր դիվանագիտական ներկայացուցչությունում։ Դա իմ մեջ կարան հազար հարց ծագեն, կարան չծագեն, դա իմ ոչ միայն իրավունք էլ չունեմ նույնիսկ հասկանում եք, ոչ միայն իմ պարտականությունների մեջ չի մտնում, իմ իրավասությունների, իրավունքների մեջ էլ չի մտնում։ Կան մարմիններ, թող նախաքննությամբ զբաղվեն, արդյունքների մասին կասեն։ Իմ կարծիքը ինչ կապ ունի կամ իմ տպավորությունը։ Ինչ մնաց, մեկ էլ ասում եք, լավ ասեցիք, որ կա մի պայման Ադրբեջանի, որը մենք չենք կատարել։ Ինչից կարա ենթադրել, որ ես քիչ առաջ ասել եմ, որ Ադրբեջանի լիքը այլ պայմաններ կատարել ենք, էլի համենայն դեպս տենց կարակ բան անեք։ Ոչ եւ երիցս ոչ, ՀՀԿ Մինսկի խմբին մենք համաձայնվել ենք եւ ասել ենք, որ ստորագրումից հետո պատրաստ ենք դիմենք լուծարման եւ դրա իմաստը հետեւյալն էր, ստորագրմամբ կհաստատվի խաղաղություն, կդիմենք լուծարման։ Հիմա եթե առանց ստորագրման, եթե նախաստորագրմամբ հաստատվեց խաղաղություն, իմաստը որն, այսինքն մենք այստեղ բարերի խաղ ենք անելու, եթե էությունը իմաստը, որին ձգտում էինք, ստացվել է, հələ մի քայլ էլ առաջ, մինչեւ ստորագրելը նախաստորագրմամբ ինչի մասին է խոսքը։ Ես շատ լավ գիտեմ, ասում խաղաղությունը եթե հաստատվել է, եթե խաղաղությունը հաստատվել է, էլի իմաստուն է, հետևաբար էլի բառերի նկատմամբ խնդրում եմ զգուշ առնվազն կխնդրեի գոնե իմ բառերի եւ ինձնից իբրև թե ուղակի մեջբերումներ անելու Ադրբեջանի սահմանադրության մասին էլ, որ ասում է Իմիջիալոց էլի տենց մատուցում եք, որ չգիտեմ, միթե առաջի անգամ եք լսում, ախր հրապարակային էլ ենք այս մասին, բազմիցս ասել, որ մենք էլ կարծում ենք, որ այդ կարգի խնդիրներ իրենց մեզ վերագրվող, որը մենք չենք համարում, որ կա այդ խնդիրը, բայց այդպիսի վերագրվող այդ բնույթի խնդիրներ իրենց սահմանադրության մեջ էլ կան, բայց նաև մենք կարծում ենք, որ այն պայմանագիրը, որ մենք գրել ենք եւ նախաստորագրել ենք եւ հիմա հրապարակված է, լուծում է բոլոր այդպիսի հնարավոր խնդիրները եւ դրա այդ խնդիրների հասցեագրելու լավագույն ուղիղ ամենակարճ ճանապարհը հենց ստորագրել եւ ավերացնելն է։
Ինչևէ, այստեղ իսկապես կան հարցեր, որ մենք ունենք փոխհամաձայնություն, գրել ենք, ստորագրել ենք, քայլեր ենք անում, կան հարցեր, հակառակ դեպքում չենք խոսի, որ դեռ կարգավորման քայլեր կան կամ խաղաղության ինստիտուցիոնալացման կան հարցեր, որտեղ չունենք փոխըմբռնում։ Հիմա ակնհայտորեն այս հարցում մենք եւ Ադրբեջանը տրամագծորեն տարբեր կարծիքներ ունենք։ Հուսով եմ առաջիկայում փաստարկների դաշտում կհաջողվի միմյանց համոզել, բայց միևնույնն է, նույնիսկ եթե չէ, ես այս հանգամանքին ուզում եմ նորից ուշադրություն հրավիրել։ Խաղաղությունը հաստատված է բանով, սա մասին հավաստում են եւ երկու երկրների ղեկավարները, սա եւ տեքստն է գրված, եւ նաեւ մի քիչ բանով ասեմ, ձևակերպման չափազանցության, բայց ոչ ամենևին բովանդակային, նաև ամբողջ աշխարհը, իսկ բոլոր երկրների առաջնորդները ողջունում են խաղաղության հաստատումը օգոստոսի 8-ի հռչակագրով եւ այս պայմաններում քիչ առաջ ասեցի, շատ մասնագետների կարծիքով նույնիսկ արդարացված, չարդարացված էական չի այս համատեքստում, նույնիսկ ստորագրում է այս պայմաններում, այդպես մի տեխնիկական շարունակություն է թվում։ Այսքանը երևի։